Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր ունենք նորից կարճ ուղիղ եթեր, ես ասել եմ, մինչև մեր Սերեբ Գասպարյանը ազատ չարձակվի, մենք չենք թողելու այս ուղիղ եթերները հանգիստ, որովհետև հիմա շատ կարևոր է Սերեբ Գասպարյանի ազատությունը։ Հիմա փորձենք միանալ Արամ Մկրտչյանի հետ։ Արամ ջան, եթե եթերում ես, միացի իմ հետ, եղբայր, ես սպասում եմ քեզ։ Մի երկու բան ուզում եմ ասել, մինչև մեր Արամ ախպերը միանա մեր հետ։ Երեկվա իմ ուղիղ եթերում, երբ որ ես խոսում էի բլանքների մասին, որ լրացնենք բլանքները եւ ուղարկենք դեսպանատները եւ հատուկ դատարանները, ասեմ, որ շատ մեծ արձագանք եմ ստացել, որ շուտով կլինի դա, շատ շուտով կլինի։ Մենք հիմա կաշխատենք այդ բլանքների վրա, փորձելով ինչպես ներկայացնել հայրենակիցներին, որ ուղղակի, որ եթե խնդիր ունեք ցույցերի հետ, որ էլ ցույցերը դուրս չգաք, այդ բլանքները լրացնեք, ուղարկեք մեզ, ու մենք արդեն կարձագանքենք համապատասխան տեղերը եւ դա լինելու է շարունակական, նշանակում է, եթե այսօր Սերեբ Գասպարյանը անազատության մեջ է եւ մեր հայրենակիցները տարբեր երկրներից փորձում են իրենց աջակցությունը, մենք կուղարկենք բոլորին բլանքները եւ դուք ուղղակի կստորագրեք ձեր աջակցությունը, նշանակում է ազատ արձակել Սերեբ Գասպարյանին եւ այդ հավաքված բլանքները մենք կբարձրաձայնենք տարբեր հարթակներում։ Հեսա որ մեր Արամ Մկրտչյանը միանա մեզ, ավելի մենք պրոֆեսիոնալ կբացատրենք դա, թե ինչը նկատի ունենք։ Արամ ջան, եթե տեսնում ես, եղբայր, դու կարող ես արդեն մտնել գիծ, մեկ վարքյան, տենանք հասկանանք Արամը ուրա, եթե հիմա ասենց փորձենք Արամին կանչել, փորձենք Արամ, չի բերում, Արամ ջան, եթե դու եթերում ես, մեկ վարքյան, փորձենք տեսնել Արամը որտեղ է, օքեյ, Արամ ախպերը արդեն միացել է մեզ, Արամ ջան, հեսա ես միանամ, եղբայր ջան, հայց ընդունել եմ, դու կարող ես արդեն եթերում լինել շուտով, Արամ ջան, բարի երեկո, եղբայր, բարին, չնախատեսված եթեր էր այսօր, ճիշտ է, մենք միշտ պատրաստ ենք նաև չնախատեսված դուրս գալ եթեր, այո, Արամ ջան, հիմա մի բան պետք է ասեմ քեզ եթերով, եղբայր ջան, դրամ է, որ գրում ես, ստատուս ես գրում, դու հիմի ինձ ինձ անհարմար վիճակում ես դրել, եւ ստատուսը կիսվել է մեր հայրենակիցները, իրենց բողոքն են, դաժե զարմանքն են գրել, Գև ջան, դու էլ ես դրանցից, ուրեմն դու Արամ Սարգսյանի եւ Ձախակոմյաց եւ Աչակոմյաց բանի ստատուս է գրել, ես կիսվել եմ, ես գիտեմ, որ դու շատ կուլտուրական մարդ ես, բայց մի բան իմացի, որ մարդիկ այդ կուլտուրականը ոչ թե չեն կարող կարդան, ուղղակի սխալ են հասկացել, ես էլ կիսվել եմ Արամ ջան, քո էջը, հիմա մարդիկ զարմացած են, նոր ես ստիպված ջնջել եմ, իրոք նոր ջնջել եմ այդ էջը, Գև ջան, ես դու էլ անցար սրանց կողքը, ուրեմն ես նորից եմ ուզում ասեմ, սիրելի հայրենակիցներ, ես ոչ Աչակոմյանց եմ, ոչ Ձախակոմյանց եմ, ոչ չգիտեմ ինչյանց եմ, ես հայամետ հայ եմ, ես ոչ մի կուսակցության Արամ ջան, լսում ես ինձ։ Ոնց որ Արամը դուս եք ավելի, չգիտեմ ինչ պատճառով, լավ կմիանամ այս Արամը, ես ուզում եմ ասել, որ մենք կուսակցության հետ absolute գործ չունենք, դա ուղղակի Արամը կբացատրեր, թե ինչ հումոր էր արել այդ ամեն ինչի հետ, միասին փորձենք Արամ ջան միացի մեր հետ նորից, եթե դժվար չի եղբայր, մեկ վարքյան, փորձենք Արամին նորից միացնել ուղիղ եթեր, չի լինում,
Լավ, Արամը կմիանա մեզ։ Դրա համար ես երեք տեսա երեկոյան Արամի ուղարկած 1 վայրկյան, կապը կտրվեց։ Արամ ջան, դու ինձ նորից հայցը տուր, որ ես քեզ ընդունեմ, եղբայր։ Ես հիմա 1 վայրկյան, ստեղի մոտ չի տալիս, որ ես քեզ հայց տամ, որտեղ դու արդեն մտել ես եթեր։ Okay, 1 վայրկյան։ Okay։ Արամ ջան, դու արդեն եթերում ես։ Արամ, Արամ լսում ես։ Ես մտաներս, ես ներսում եմ։ Հասկացա, ասում եմ Աչակոմյան, Ձախակոմյան ծանոթ տվեցինք ինտերնետը տանջատվեց, եղբայր։ Արամ ջան, խնդրում եմ, եղբայր, ես քու գրառումը մի հատ բացադրի, մի քիչ մեր լեզվով բացադրի, որ հասկանանք, որտեվ մեր հայրենակիցները Եմ որ ասում շատ նիրազումեի բան եղավ, մի քույրիկ էլ ասել, մի քույրիկ էլ գերել, ես դից էլ գիտեի, որ դու դրանից եք, բռնեցի ստիպված այդ բանը ջնջեցի, եղբայր։ Ինչը նկատի ուներ Արամ այդ Սարգսյանին նկարը, Աչակոմյան, Ձախակոմյան, այդ կոմենտը, խնդրում եմ մեկնաբանի, որ մեր հայրենագիցները հասկանան, որ մենք ոչ աչ ենք, ոչ ձախ ենք, ի պրիտոմ այդ գալուբոյների հետ մենք գործ չունենք, խնդրեմ եղբայր։ Շնորհակալ եմ։ Նախ ներողություն եմ խնդրում, որ մարդկանց գցել եմ թյուրիմացության մեջ։ Շատ մեծ թյուրիմացություն, ես ասեմ մացի, շատ մեծ։ Որը եթե նորից կարդակ, ինչ որ ես գրել եմ ես շնորհավորում եմ, վերջապես Ձախակողմյան ուժերը հավաքվեցին իրար գլխի, ու ձևավորեցին իրենց ուժը ու գրեցի նույնը ցանկանում են, որ կոնսերվատիվները անեն։ Ու դիվանագիտական լեզվից, որ դա տեղափոխում ենք սովորական խոսակցական լեզու, հետևյալն է, ասենք հավաքվել են բոլոր Գ տառով սկսվողները։ Մի րոպե, Արամ ջան, մի րոպե, էլի կուլտուրական ես։ Գ տառով գալուբոք դենց այդ ձևի համասեռամոլ նկատի ունեք, որ շեղված են։ Այո, հավաքվել են բոլոր շեղվածները, հավաքվել են բոլոր հավաքվել են բոլոր Ձախակողմյան շեղվածները, ամենաներքևում գտնվող Ձախակողմյան շեղվածները հավաքվել են եւ փորձում են Գյումրիում վերցնել իշխանություն։ Մնում էր, որ իրենք ծածանեն ծիածանի գույներով դրոշը համասեռամոլ։ Ու ամեն ինչ գալ տեղը ես շնորհավորել եմ, վերջապես իրենք մեզանից անջատվել են։ Էլ մտնորս չի անցնի այդ մարդկանց հետ ազգային որևէ հարց քննարկելու, որտեվ արդեն անջատվել են։ Ու դրանով ասեմ, որ Աստված երբ կլինի կոնսերվատոր մեր պահպանողականներն էլ sense մի հատ ձևավորվեն, հավաքվեն իրար կողքի, ասեն ես էլ մենք։ Հասկացա, այ հիմա հասկանալի է, Արամ ջան։ Երբ որ դու ինձ ասեցիր, որ այս ինչ բան է, ես արագ վերևում գրեցի, դրեցի, որ իմ գործընկեր, իմ ընկեր Գև Գրիգորյանի ասելուց հետո մի հատ փոքր կոմենտ եմ անում, որպեսզի հասկանալի լինի ինչի մասին։ Բայց դա չօգնեց մեր հայրենակիցներին, գրել են, դու էլ ես դրանց կոմը արդեն։ Խաղը դե նույնն է։ Բռնեցի ստիպված ջնջեցի, որտեղ հասկացա, որ քո ձեր դիվանագիտական գրառումը մարդիկ չեն հասկանում, Արամ ջան։ Ես միշտ ասեմ, իրանց անուններով պետք է մենք դիմենք։ Եթե մեկը բարոյական ասում ենք, բարոյական տեսակ ըստ Աստվածաշնչի հեսա, ես չեմ ասում, Աստվածաշնչն ասում, եթե մեկը բոզա, վարքից թուլա, պետք է ասենք սա բոզա կամ եթե համասեռամոլներ են, ասում ենք եղբայր, գնացեք կոնվորոշվեք, մեզից հեռու եղեք եւ վերցրեք ձեր դրոշն ու գնացեք, չգիտեմ, կամ ենկոմ կամ այսքան մեր երկրից դուրս արեք, մենք դες մարդկանց չենք հարգում, չենք ընդունում։ Էսի կես կատակ, կես իրոք լուրջ, իրոք ես հանեցի այդ ստատուսը, Արամ ջան, որտեղ իրոք հայրենակիցները չէին հասկացել, բայց դե ոչինչ, մեր աղբերը եղբայր արդեն բացատրեց ինչը նկատի ուներ, ողջունելով նրանցը, որ գնացեք ոչմ, վերցրեք ձեր դրոշն ու գնացեք մեր երկրից։ Եղբայր, ինչա կատարում այս պահին Հայաստանի Հանրապետությունը, ոնց հասկացանք 1-5 վրացիները հաղթեցին ֆուտբոլը, հիմա շատ այլանդակ իրավիճակ է Երևանում ֆուտբոլի դաշտում, այնտեղ ոնց հասկացա ոստիկանների հետ վրացիքը մտել են ինչ-որ, չգիտեմ, այնտեղ ջարդխուրդ են անում, ինչ են անում, նոր էդի շատ կարճ տեսանք, շատ խայտառակ վիճակ։ Արամ ջան, քո կարծիքը մի հատ էս հարցում նորից։ Շնորհակալ եմ։ Արի դու ինձ թույլ տուր ես 3 րոպե նորից անդրադառնամ այդ ստատուսին, թե ինչ է նշանակում ձախ,
ինչ է նշանակում կոնսերվատիվ, մեկ էլ աճ, այդ երեքը մի փոքր ներկայացնեմ, որ լսողները մի քիչ էլ իրենց բանը բարձրացնեն, էլի ժողովուրդ ջան, ուրեմն այս հերնանից քաղաքական դաշտը ունի 3 ուղղություն՝ ծախեր, պահպանողականներ կամ կոնսերվատիվ եւ աճեր։ Հիմա ծախերը բոլոր նրանք են, ովքեր ապրում են, գործում են լիբերալ ազատական տարածքում, լիբերալ ազատական տարածքը ամենավերևից պայմանական, ասենք նույնասեռականների ամուսնությունը, դա լիբերալ ազատական ձախ մշակույթ է։ Եվ տեն տարբեր բաներ։ Հայաստանում այդ դրսևորումները, Բաբաջանյան Արմանը, Արամ Սարգսյանը, անուններ այդ բոլորն իրենք լիբերալ, ձախ կողմն են, որոնց համար մեկը Հայաստանում ընտանիքը սենց կլինի, թե ընտանիքը նենց կլինի։ Իրանց համար դա մեկը։ Ուրեմն ես դա մերժում եմ, ինձ համար դրանք ընդունելի չեն որևէ ֆորմատում։ Երկրորդը գալիս են կոնսերվատիվները, պահպանողականները։ Երեք էր կարծեմ, որ ես ու դու խոսում ենք, ասի ես ոչ պրո-հայկականն եմ, ոչ պրո եմ, ես մաքուր, կոնսերվատիվ հայ եմ, ես պահպանողական եմ։ Իմ համար քրիստոնեական արժեքներն են առանցքային, ամենաբարձր։ Երկրորդը քրիստոնեական արժեքներին կից սոցիալ-դեմոկրատական իրավունքները, ազատական, եւ մեկ էլ իրավունքի գերակայությունը։ Այս իմ կրեդոնն է, որով որ ես իմ աշխատանքներն անում եմ։ Ինձանից աճ, ես ինձ համարում եմ կենտրոնական, կոնսերվատիվ։ Ինձանից աճ ազգայնականներն են։ Նժդեական, ասենք Անդրանիկ, Ասալա, էլ ինչ որ բան, որոնք ազգային։ Դրանց հետ էլ ես լավ եմ, բայց մի հատ գիծ կա, նրանից ներքև, երբ որ իրենք ասում են շատ են աճ, հրաժարվում եմ, ասում եմ այդքան աճ ինձ պետք չի, որտեղ մենք ազգ ենք, որ ապրում ենք ամբողջ աշխարհով մեկ։ Ուրեմն մեր համար կարևորագույնը պահպանողական լինելն է, որ որևէ մեկ այդ շփվելու ժամանակ ասեն հալալ լինի, իրանք այդ ազգն են, որ պահպանողականությամբ են խնդիրն առաջ տանում։ Ուրեմն ես իմ մոտեցումը, ես բոլոր մեր ունկնդիրներին, լսողներին ասեմ, ժողովուրդ ջան, քաղաքականությունը 3 տերմին է, հիշեք, կրկնեք, եթե մեկ քաղաքական գործ չէ դուք հանդիպում եք, չգիտեք ինչ հարց է գալիս, դու ծախես թե աճես։ Թող ասենք ես, դու էլ իմացի, որ ծախերը դրանք սոցիալիստներն են եւ լիբերալիստներն են բոլոր տեսակի, աճերը ազգայնականներն են բոլոր տեսակի, մեջտեղում էլ ինպես կուպես տղերքներ, որոնք քրիստոնեության մեջ են խնդիրը փորձում լուծել։ Պահպանողականության։ Ամեն։ Հիմա գնանք մեր ֆուտբոլի։ Ուրեմն ֆուտբոլը հայ ժողովրդի համար երբեք չի եղել սպորտային միջոցառում։ Ֆուտբոլը հայ ժողովրդի համար քաղաքականությունը Արարատ 73-ից սկսած։ Մենք ֆուտբոլը դիտարկել ենք որպես քաղաքական գործ։ Եվ Սերժ Ազատիչը ֆուտբոլային դիվանագիտություն էր սկսել։ Այս հարգելի կամ ոչ հարգելի Նիկոլ Փաշինյանը շարունակում է նույն ոչ ֆուտբոլային դիվանագիտությունը։ Վրաստանի հետ, չգիտեմ, Թուրքիայի հետ, Իրանի, ինչ որ մեկ հետ ինքը կարծում է, որ այդ ֆուտբոլով կարելի է ինչ որ խնդիր լուծել։ Մեր դեպքում, էլի։ Ես շատ ափսոսում եմ, որ մեր ֆուտբոլիստները 6-0 կրվել են, դա սա պայմանավորված է։ Սա պայմանավորված պարտություն։ 5-1, սա պայմանավորված, նայս։ Սա պայմանավորված մի միտքել ասեմ ու գնանք, սա իմ համար պայմանավորված պարտություն է, որտեղ տրիմերը չի կարա իր թիմին այլ ձևով բանել, որտեղ վրացիներ հետ մենք մեծ ֆուտբոլային պատմություն ունենք, էլի շատ լավ, ով է հաղթում, ինչքան հաղթում, ոնց ազդում, ուրեմն ես այդ եմ պատկերացնում, վերևից հրահանգ է եկել, պետքա պարտվենք վրացիներին։ Ոնց մեծ հաշվով, թե փոքր հաշվով, չպետք է պարտվենք, ես էլ ասելա դու ես ձեր տենցը պարտություն չենք խաղում, ես էլ մեր պրոտեստն է, չենք խաղում, քանի հատ խփեն, այնքան խփեն, 25 հատ խփեն, դու հասկանալ ոչ թե մենք չենք խաղում, պարտադրված ենք պարտվելու։ Իսկ հիմա անհնազանդություն է, իսկ հիմա այս պահին ահավոր անհնազանդություն է գնում վրացիքի կողմից ջարդելով, փշրելով ոստիկանների հետ, ֆեների հետ
սա ինչ-որ կարող է տանի ազգայնական ինչ-որ խնդիրների կամ ինչ-որ սա էլ երկրորդ ճյուղ է բացում վրացիքին մարդկանց շեղելով Ադրբեջանի հետ հիմա կոնֆլիկտ ունենանք վրացիների հետ ֆուտբոլի անունի տակ։ Անպայման մենք մի հատ դուռ ունենք, բաց վրացական դուռն է, ուրեմն այս պայմանավորվածությամբ փորձում են վրացական դրի հետ կապված էլ խնդրեմ ստեղծեն, ու սա գիտակցված է արված։ Այդ Դե նայ Արամ ջան, եթե մի սենց մեկնաբանեմ, նախադասություն ասեմ ու փոխանց, ես քեզ տեսնում եմ, դու ինձ չես տեսնում, ամեն անգամ երբ որ վերջացեմ, ասեմ խոսքը փոխանցում եմ քեզ։ հասկացա։ Ուրեմն 1973 թվականի դրանից այն կողմ չեն, որտեղ 73-ից ես ինձ շատ լավ հիշում եմ։ Մենք վրացիների հետ ֆուտբոլ ենք խաղացել, գնացել ենք, եկել ենք, այդ ագրեսիան որևէ մեկ անգամ հայ-վրացական ֆուտբոլային բանը փողոց դուրս չի եկել։ Չի եղել, ինքը վերահսկվել է, կողմերը հասկանում են, որ չի կարելի։ Հիմա հայկական կողմը թույլ է տվել, ով է թույլ տվել, որ վրացիներն հավաքվեն Հայաստանի հրապարակում ու այնտեղ ինչ որ բան անեն, ժեստիկուլյացիա անեն։ Ուրեմն սկզբնական պայմանավորվածություններ են եղել, եւ այդ սկզբնական պայմանավորվածությունները վել վրացիները գործում են։ Համեցեք, խոսքը քեզ։ Հիմա ուզում եմ մի բան մեկնաբանեմ, Արամ ջան, եթե կմիանաս իմ մեկնաբանությանը կշարունակես։ Նայ, հիմա այս պահին, որը որ աբսուրդ է, 10 օրով բացվել է Մարգարայի փորձնական սահմանը, բայց ոչ հայերի համար, այլ երրորդ քաղաքացիների համար, երրորդ երկրի քաղաքացու համար։ Արդյոք սա ինչ-որ մի խզմզում չի, որ փորձելով վրացիների հետ կամ ինչ-որ խնդիրներ ստեղծելով փագեն, եւ սա առիթ է լինի, որ տեսեք վրացիք փագեցին մի հատ ֆուտբոլով հարանվավ, սա ինչ-որ մի էժան մտածելակերպ մտածելով, որ մարդիկ կա, որ չեն մտածի այդ մասին, ու այսօր փորձել Մարգարեի ճամփեն բացելով, ասել դե հիմի էս վրացիքները էս ֆուտբոլն էլ եկավ սենց հարանվավ, մարդիկ իրարի չեն հասկանում, իրար սահմանում այս գջարդ է եթալու հեսա, ու սենց փորձեն այս Մարգարեի խավը հանը բացելով, նայ սահմանը բացում է հյուսիսից համ հարավից, այն կողմից ադրբեջանցին ա մտնում դուրս գալի, այդ կողմից Թուրքիայի կողմն ա մտնում այս խայտառակ վիճակը։ Ուզում եմ հասկանամ, հետո երկրորդ միտքս շանամ, խնդրեմ Արամ ջան։ Ես կիսում եմ քո կարծիքը, դրանք նախորոք մշակված ծրագրեր են, որոնք իրականացվում են Հայաստանում, որոնք գործում են նույն տրամաբանության մեջ։ Ոչինչ որ վրացիների հետ կոնֆլիկտ կա, բայց դա թուրքերի ճանապարհը բացում ենք, չէ՞։ Ոչինչ որ դուք լավ թուրքերեն չգիտեք, մեկա դուք վրացերեն էլ չգիտեք, չէ՞, բայց գնում գալիս եք։ Այդտեղ էլ թուրքերեն չգիտեք, գնացեք եկեք։ Ու երբ որ ասում են ճանապարհը երրորդ կողմերի համար են բացում, այս երրորդ կողմը մենք պետք է միայն չհասկանանք այլ մարդկանց, այս ճանապարհը հնարավոր կլինի աշխատի, եթե հայկական կողմը նեղվի շատ, վրացիները ջղայնանան, Ռուսաստանի հետ լարսը փակեն, վրացիները ներքևը փակեն, եւ թուրքական կողմը ասի դե եկեք մեր տարածքով գնացեք եկեք։ Ուրեմն սա կառավարության ստրատեգիան է, որ ցույց տա, որ թուրքերը այլևս այն թուրքերը չեն։ Սա իրենց ստրատեգիան է, ու ես իսկապես շատ անհանգիստ եմ, որ սրա մեջ շատ խորը խնդիրներ կա դրված, որոնք ուղղակիորեն աշխատելու են իմ ու քու դեմ։ Հասկացա։ Մեր տեսակի դեմ, համեցեք։ Արամ ջան, ես ուզում եմ հասկանամ, դու 30 տարի այս ամեն ինչին լավ ծանոթ մարդ ես, ավելի շատ, հա, խորացած, դաժե անձամբ բոլորին գիտես, ճանաչում ես։ Ուզում եմ հարց տամ, Նիկոլ Փաշինյանն էր ամենաուժեղ վարչապետը, որ այսօր կարողացավ Թուրքիայի սահման բացել եւ մնացած սահմանները Ադրբեջանի հետ գծելով, չէր կարողանում դա Լևոն Տեր-Պետրոսյանը, չէր կարողանում Քոչարյանը, չկարողացավ դա Սերժ Սարգսյանը, ու հանկարծ եկավ մի դարաշրջան, որ մեր հերոսը Սպիտակ ասպետը եկավ ու բացեց Մարգարան եւ մյուս կողմից է Սյունիքն ա բացում, գցենք ոնց որ մի տուն, որը համ դուռն ա բաց, համ պատուհանն ա բաց, գցենք ուզում եմ հասկանամ, դու շփվել ես այդ պրեզիդենտների երկրի այդ կարկառուն դեմքերի հետ, դու լավ ես ճանաչում բոլորին, լավ, նրանք այդքան ուժեղ չէին, որ չկարողացային Լևոնից մինչև Սերժ Սարգսյան փորձեին Թուրքիայի հետ ֆուտբոլ խաղացին, շախմատ խաղացին, ամեն ինչ արեցին, չկարողացան բացել,
բայց արույտես պարտված հրամանատարի եւ մի մարդ, որը ճանաչում է, ով ինչ ուզում տալիս է, ճանաչում է, իր մոտ դա ստացավ։ Խնդրում եմ սրա մեկնաբանությունը, սրա վտանգը։ Բեր սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանից, երբ որ Հայաստանը հայտնվեց այդ շրջափակման մեջ, իսկ դրա շրջափակման հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, մենք այն ժամանակ ասում ենք Հայաստանը չի կարող լինել շրջափակման մեջ, որտեղ մենք փոքր երկիր ենք, մենք կարող ենք ինքնաթիռներով խնդիրը լուծել, հոգեբանորեն չկոտրել ժողովրդին, չասել, որ մենք շրջափակման մեջ ենք, քաղաքական առումով իշխանությունները ասում են ոչ, մենք շրջափակման մեջ ենք եւ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց ծրագիրը շրջափակման աշխատի։ Երկրորդ քայլը, որ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, դիմեց թուրքական կողմին, ընտրեց, որպեսզի բացեն Մարգարայի այդ ճանապարհը, սահմանը եւ Թուրքիայից 100,000 տոննա հացահատիկ մենք ստացանք։ Դա 1900, եթե չեմ սխալվում, 92 կամ 93 թվականն է, կարող է տարին խառնեմ, բայց էական չի։ Մենք 100,000 տոննա ստացանք։ Okay։ Հիմա այդ խնդիրը բերեցին, ներկայացրեցին, որ դե գիտեք ինչ դիվանագիտական խոշոր աշխատանք արվեց, մենք հաց չունենք, Թուրքիան մեզ հաց տվեց։ Այն ժամանակ ասում ենք հաց չկա, հա, Իրանին դիմի ուզի հացը։ Ինչի՞ ես Թուրքիայում դիմել։ Իրանին ինչ չես դիմել։ Մենք այդ 100,000 տոննան կարող ենք Իրանից ստանալ։ Ինչ տարբերություն։ Չէ, Թուրքիային ենք դիմում։ Այդից արդեն հասկանալի է, որ այդ կողմը, ովքեր որ դիմել Թուրքիան, ինքը հերահար նպատակ ունի։ Որը սա առաջին ակցիան էր։ Թուրքիան աշխարհին իբրև թե ցույց տեց, որ սոված հայ ժողովրդին 100,000 տոննա հաց են տալիս, թող ուտեն։ Մեղք է, որփեն։ Մի կտոր հացը ինչ է։ Կներես, մի պահ կներես, բայց դու շատ ճիշտ բան ասեցիր, Իրանից թող ուզեր, որը նա մեզ թշնամանք չէր կարող տալ, բայց արդյոք այդ հացահատիկի մեջ կարող էր մի մարդուց էր վերցնել, որ աչ հետևից կռվում ենք իր հետ, դեմից մենք իրանից հաց էինք խնդրում։ Սա կարող լիներ ավետ սննդի մեջ լցված, եթե ոչ չկա, միջև որ մենք տառապում ենք տարբեր հիվանդություններով։ Սրա մասին ես շատ մտածել եմ այդ 91 թվին, որ եղել է, ես այդ հարցը դաժե միտեղ տվեցի ու երկու շատ կարևոր անձ շատ զարմացան, թե ես ինչքան խորային եմ մտածում, ո՞ց կլինի Ադրբեջանի հետ մենք կռիվ էինք տանում, մյուս կողմից, որը Թուրքիան էր օգնում իր մեջքին կանգնած, մյուս կողմից մենք հացահատիկ, որը չպատկերացնել է, որ սրա մեջ կարող շատ մեծ հիվանդություններ ունենալ, որ գեներացիայից գեներացիա շո մի խնդիր ունենայինք մենք։ Խնդրեմ, Արամ ջան։ Դու չես սխալվել ու եզրակացության մեջ, որտեղ այդ հացահատիկի մեջ անպայման ինչ որ բաներ կային, որը բերեց Հայաստանում մի շարք հիվանդությունների, Հայաստանում բերեց մի շարք հիվանդություններ, ու ժողովուրդը կտրուկ հայտնվել է հիվանդությունների գոտում։ Ինքը բոլոր մասնագետները գիտեն ու հասկանալի չի, թե ինչու դա տենց եղավ։ Այս առաջինը, երկրորդը, երբ որ խոսում ենք Թուրքիայից հացահատիկ ստանալու եւ Իրանից, դիվանագիտական դաշտում դա հետեւյալն է։ Մեսիջ Իրանին, որ մենք այնքան էլ կուհետ չենք, մեսիջ Թուրքիային մենք ցանկացած դիրքորոշում ընդունում ենք։ Սա մեծ դիվանագիտական մեսիջ է։ Ընդունեցիք, օքեյ, Թուրքիան ասում է 1-0 կրել են ժողովրդական լեզվով։ Հաջորդն ինչ անելու, ստիպելու ենք Հայաստանին, որ ընդունի մեր խաղի կանոնները Ադրբեջանի միջոցով, ինչը տեղի է ունեցել։ Գալիս է Սերժ Սարգսյանը կամ գալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի մեսիջը Իրանից եկող խողովակը, որ պետք է լիներ 1.50, փոքրացրեց, դարձավ 80 սանտիմանոց, եթե չեմ սխալվում։ Ինքը ամեն դեպքում փոքրացավ։ Հասկանում ես, էներգա ռեսուրսը, գազի խողովակը փոխանակ մեծանա, փոքրանում է։ Հաջորդ մեսիջը գազատերերին կամ են կողմեն, որ մենք Իրանի հետ այնքան էլ համաձայն չենք։ Դրա համար խողովակը փոքրացնում ենք։ Գալիս է Սերժ Սարգսյանը։ Իրանի հետ հարաբերությունները նույն ձևով են։ Բան չի փոխվում լուրջ առումով։ Սերժ Սարգսյանը մեսիջ է ուղարկում Թուրքիային, դե ֆուտբոլային դիվանագիտության Ցյուրիխյան արձանագրություններ, որտեղ ինչ-որ բան պետք է ստորագրվի եւ առաջինը լույսերը անջատեց բանում հուշահամալիրում ցեղասպանության Սերժ Սարգսյանը եւ Արարատսարը հանվեց ֆուտբոլիստների Հայաստանի Հանրապետության թիմի այդ բանը որպես լոգո նշան,
Սերժ Սարգսյանի կողմից։ Այդ երկու բան նայելա Սերժ Սարգսյանը։ Հիմա եկել է Նիկոլն ասում է, այ ժողովուրդ, ձեզանից առաջ այդ երեքը որ կային որ արել են, ես ամրագրում եմ նրանց արածը, նրանց ֆունդամենտի վրա կառուցում եմ ինչ որ կա։ Համաձայն եք, համաձայն չեք, այն երեք ինձ հետ համաձայն է։ Եվ ինք այդ աշխատանքն անում է։ Հիմա այս տրամաբանությունը որ կա սահմանի բացելու եւ փակվելու, լսել ես որևէ մեկի անհամաձայնությունը։ Ոչ։ Okay. Եթե մենք չենք լսել, ուրեմն ուրիշներն էլ չեն լսել։ Հետևաբար դա թիմային աշխատանք էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է ընդհանուր գլոբալ փաթեթը, 3 նախագահների կիսատ գործերը ամբողջացրած եւ բացում է այդ սահմանը։ Իսկ այն ինչ որ կատարվեց արդեն ֆուտբոլային դաշտում, դրանք այդ փոփոխություններն են, երբ որ մեսիջը ուղարկում, որ մենք Վրաստանի հետ կոնֆլիկտ ունենք արդեն, չգիտենք ինչ պատճառով է կոնֆլիկտը զարգանում, այս տարածքում մենք էլ կոնֆլիկտ չունենք, այստեղ հարթվում է կոնֆլիկտները։ Համեցեք։ Գիտես ինչ, Արամ ջան, ես մի բան հասկացա, որ մեր դարբասները բաց են, ինձ թվում է արդեն շատ ուշացել են, շատ հայրենակիցներ ուշացել են, բայց էլի նորից գալիս է մի հարցի, իմ համար շատ կարևոր, այդ սփյուռք բառը չնայած չեմ սիրում, բայց սփյուռքով ասենք, որ հասկանալի լինի, մի սփյուռքում ապրող ես եմ, դու ես, ու ունենք 10 միլիոնից ավել, եթե ոչ։ Լավ, այս պահին Հայաստանի Հանրապետության հայրենակիցները չունեն այդ հնարավորությունը, կամ էլ այնքան են մասնատված, որ այսօր չեն հասկանում, կարող է շատերը, որ այս ինչ է կատարում իրականում, թուրքը արդեն մտել է մեր տան տեղաշորը, կռոբի ասած, արդեն մտել է, որովհետև նախ ով են այդ երրորդ երկրի անցնողները, նշանակում է Ադրբեջանի քաղաքացին ապրելով Գերմանիայում կարա որպես երրորդ երկրի քաղաքացի գա եւ մտնի մեր երկիրը շատ հանգիստ, այսպես ասեմ։ Հիմա նայ, լավ, Թուրքի հայրենակիցները 10 միլիոն, մենք ունենք Հայդատ, մենք ունենք այդտեղ տարբեր աստիճանի մարդիկ, որ Քրքորյանի այդ աստիճանը Շարլազնաբորի այդ մարդիկ կան, այդ օրգանիզացիաները կան։ Լավ, իրանք էլ հո տեսել են այդ խնդիրները, շատերը թողեցին հեռացան, լավ, հիմա խիչ են բարձրաձայնում, որ մնացել ենք մենք մի քանի հոգի, որ ասենց փորձում ենք բարձրաձայնել վերջի, որ ասում է ճիճը տալու։ Խնդրեմ։ Ես քո հարցի պատասխանը չունեմ, բայց ունեմ կարծիք, թե ինչու է այդպես։ Տես, ինչպես է ձևավորվում Հայաստանից դուրս գալու ինստիտուտը։ Ուրեմն Հայաստանից դուրս են գալիս երկու քեսով հիմնականում քաղաքական քեսով գնում հանձնվում են, որ իրենք քաղաքական են, եւ երկրորդ քեսը ամուսնություն աշխատանք։ Բայց քաղաքական քեսը կազմում է 90% բոլոր երկրների համար։ Դա նշանակում է, որ Հայաստանից դուրս եկած հայը, երբ որ ասում ենք արևմտյան աշխարհի մասին, ոչ թե Ռուսաստան կամ այն ցածր երկրները։ Իրենք տեղափոխվում են, քաղաքական քեսը արդեն կա, ստանում են ապրելու իրավունք, ասում են շարից փորձանքից հեռու չենք խառնում ոչ մի բանի, որովհետև կունենանք խնդիր։ Ու այտենց հայության մեծ մասը ավանդական սփյուռքը ունի 3 ուղղություն։ Առաքելական եկեղեցին, ինքը իր խնդիրներն այլ կերպ է լուծում, Հայդատի գրասենյակները, ավանդական կուսակցությունները եւ իհարկե բարեգործական։ Սրանք բոլորը ունեն ծրագիր, որը դրվել է 100 տարի առաջ։ Իրենք իրենց ծրագրից չեն շեղվում, որի մեջ Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ մի վերաբերմունք կա։ Ով լինի իշխանության ղեկավար, մենք նրա հետ էլ համագործակցում ենք։ Իրանք չեն մերժում։ Դրա համար վիճակն էսպես է։ Իրենք ազգային դաշտում չեն գործում։ Իրենք հայտարարում են, ով եղավ իշխանության, հայտնի ֆրազա մերժելով կընդունենք։ Դաշնակներն են ասում, մերժելով կընդունենք։ Դրա համար փոփոխություն չի կարող լինել։ Դերևս այսքան համեցեք։ Ուրեմն ես
Արամ ջան, երբ որ դու խոսեցիր հայ առաքելականից, ես երկու հատ մեսիջ ստացա երեք, շատ կարևոր լուրջ մարդկանցից։ Ես ուզում եմ նորից իմ բարձրաձայնել ու զգուշացումը տալ հայ առաքելական եկեղեցու անդամներին, որ եթե դուք շատ արագ ուշքի չգաք, շուտով ձեր հարցը արդեն լուծված է։ Ուղղակի ստեղ մնում է մարդկանց իմունիտետը, որը արդեն մաշացված վիճակում է։ Ես նորից ասում եմ, որ ես շատ ուրախ եմ, որ այս եթերները մնում է, բայց համել տխուր եմ, որ պետք է մենք տենանք Արամ ջան։ Հայ առաքելականին շատ քիչ ժամանակ է մնացել, որպես ինքը լինել կառույց, շատ քիչ է մնացել։ Այս տեմպերով որ գնա, մենք ունենք դաժե մարդ, վկա, թուղթ, ազգային անվտանգության աշխատակիցներ, որ փորձում են վերջնականորեն հարցը լուծել հայ առաքելականին, մենք դրան համաձայն չենք եղել ու ասել ենք խնդրում ենք չստորագրեք ինչ-ինչ պատճառներով, բայց այս ամեն ինչը չի կարա այս տեսակ շարունակվի, իսկ հայ առաքելականի լռեցումը հետո փորձելով որ ժողովուրդը ձեր կողքը չէր, ես ինքս Արամ ջան բարձրաձայնել եմ Գարեգին Բ-ին, ինքը լավ ճանաչում է այդ թեմաներից, որ մենք խոսել ենք, թե դա գլներ այդ աղանդավոր այդ կազմակերպությունները, որ աշխատում են այս թուրքահպատակների հետ, թե մնացած հարցերում մենք բարձրաձայնել ենք մի քանի անգամ իրեն շատ մոտ մարդ մոտեցել է Գարեգին Բ-ին, ասելով, որ եթե սենց են ասում, եթե այս հարցի լուծումը այս ձև չտրվի, շատ վատ է լինելու ձեր համար, որովհետև այսօրվա իշխանությունը ուզում է վերջնականորեն արմատը կտրի։ Տեսեք, ես ձեզ զգուշացնում եմ, հայ առաքելականի հետևորդներ, հետո չասեք, դուք ասելու եք, թող եկեղեցին տեղում մլներ, եկեղեցին ասել է թող խոտը տեղում մլներ, ինչպես միշտ ասում են 30 տարի առաջ, 30 տարի առաջ մեղավոր էր, սենց 214,000 կիլոմետր քառակուսի կիլոմետրը մաշեցրեցին, սարքեցին 29,000-ի։ Հիմա նույնն է կատարվելու, սա լինելու է վերջի խայտառակությունը։ Ես զգուշացնում եմ, Արամ ջան, մի բան եմ ուզում ասել, այս վիճակում, որ մենք նայում ենք այս ընտրություններն է, Լենինականի, այսօր ես նայում էի ուղիղ եթեր էր մեկը մտել, շատ հետաքրքիր էր այնտեղ մարդկանց ինչ ձևի նույն շարասունն է, Պողոսը հետ է գնում, Պետրոսն է գալի, 5 տարի հետո նույնը, լավ, այս ժողովուրդը չի տենում հետի, չի զգում հետի, լավ, նյուժելի մենք նոր գեներացիա, նոր գաղափար, նոր գաղափարախոսություն, թարմը, դոմիկից կխոսին, աստորից կխոսին, այդ իրանց լենագանա, այդ հասնես մարդը լինում է քաղաքապետ, ինքը խոսում է այդ իրանց դիալեկտով, հալավ հասկանում ենք, մարդը մեծից է ծնվել ունի, մենք բոլորս էլ մենք մեր դիալեկտը, օքեյ, բայց խոսում է 30 տարվա դոմիկից, խափելով մարդուն դոմիկ կտամ քեզ, խափելով մարդուն ասֆալտը կլցեմ, փոսերը կլցեմ, ըսիկ կենեմ, ընիկ կենեմ, ու լավ է ժողովուրդը չի ասում, լավ է բուհերը մտկան երեխեք սովորում են, պետքան ձեր մամաները, պապաները փող են տալի, որ դուք դառնաք գիտնականներ կամ քաղաքական գործիչներ, լավ դուք չունեք ասելու, լավ դուք չեք կարող պահանջը գլասը գլեմ իրոք, մենք ոչ մեկին չենք ընտրում, բա մենք, կսենք 70 տարեկան, 30 տարի երկիրը կերած, էլ ինչ ասես արել են, ինչ ձևի ասես քերթել են ձեզ, դուք ճանաչում եք, ու այսօր ոչ մի երիտասարդ մարդը, որ իր պապան, մաման 6-7 տարի ինստիտուտի, բուհի ամեն ինչի փողա տվել, իր տղային, իր աղջիկը դառնա քաղաքական գործիչ, դառնա նոր սերունդ, չկա նոր սերունդ։ Խնդրեմ, Արամ ջան, մեկնաբանի եղբայր, այս աղետների մասին մեկնաբանի մեր հայրենակիցները լսեն։ Ծանր հարց ես բարձրացնում ու շատ տեղին։ Ճապոնացիներն ասում են, եթե դուք ցանկանում եք ունենալ հզոր պետություն, շատ վճարեք ուսուցչին, որ նա լավ սերունդ կրթի, շատ վճարեք բժշկին, որ առողջ սերունդ ունենա։ Հայաստանում ինչպես է, Հայաստանում ուսուցիչը 4 ժամ դպրոցում դաս է տալիս, հետո 5 ժամ հետո իր դասատուի
իր դասարանի երեխու հետ գնում են խոս պահելու միասին։ Պատկերացնում ես ուսուցիչը ինքը պետքա կրթի երեխուն, ինքը 4 ժամ հետո գոռում է վաչո, արի գնանք կովը տանենք սար արածացնելու։ Հա անգեր մնացականյան, հեսա գալիս է։ Ուսուցիչը աշակերտի հետ գնում են անասունները տանում են սար։ Այդ ուսուցիչը չի կարողանում իր աշակերտի հետ արդեն որպես ուսուցիչ լինի, որտեղ միասին անասուն են պահում։ Անասուն պահելը վատ բան չի։ Խնդիրը անասունը չի, խնդիրը ուսուցիչ անասնապահ դարձնելն է, որն անում է իշխանությունը, ու դա ցույց է տալիս երեխուն, ասում է բալաջան, դու քո ուսուցիչը, ինքը էլ ուսուցիչ չի, ինքը անասնապահ ուսուցիչ է։ Դու էլ որ իր մոտ սովորում ես, վերջում դու ես դառնալու անասնապահ ուսուցիչ։ Էսա մտրա դրա համար երեխան 5 տարի հետո համալսարանը ավարտելուց հետո ինքը չի դառնում մասնագետ։ Ինքը դառնում է դիպլոմ ունեցող, որը ոչ մեկին պետք չի, նույնիսկ իր ծնողներին պետք չի։ Դրա համար դիպլոմը ստանալուց հետո ինքը ստիպած պետքա գնա ուրիշ մասնագիտություն ձեռք բերի, որ իր հացը կարողանա աշխատի։ Այս հայտարարությունը ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ասում էր, այս երկրում 1 միլիոն մարդ պետք է ապրի, ոչ ավել։ Հայաստանը կարող է ապահովել 600,000-ից մինչև 1 միլիոն հայի կենսագոյությունը։ Այսինքն երկիրը բաժանում էր 3 մասի՝ իշխանություն, իշխանությանը սպասարկող անձնակազմ եւ այդ անձնակազմին սպասարկող ժողովուրդ։ Այս է իրենց ասածը, դա էլ իրականացնում է։ Համեցեք Այլ ինչ ամենակ հարամա, այլ ինչ այսպես որ նայում ես այս վիճակ առածնեսլավ, նուժել եսի հայի տեսակնա, նուժել եսի մեր իրականություննա։ Մեկ որ սած բան իմ մոտ այնքան ինֆորմացիա կա, որ սած կարդում ասում ես կարող է էսի երազա, կարող է մենք ենք փոխվել իրական Հայաստանից մեկ բան չեն կարող հասկանանք։ Արամ ջան, մենք ունենք երկար ճանապարհ, ես միշտ ասել եմ նվիրյալները դա մեր կարգախոսն է, չեն դավանափոխվում։ Ես հիմա մի բան եմ ուզում քեզ ասել, եղբայր, հիմի որ մենք փորձում ենք այս ամեն ինչը, դու տեսնում ես ինչ-որ փրկության, ինչ-որ մի բան, որ կարողանանք համ սահմանը փակել, համ մեզ պաշտպանել, համ այս ամեն ինչ այս Բաբելոնից ոնց ենք դուրս գալու, իհարկե ես գիտեմ, որպես քրիստոնյա Աստված կարա ողորմի մեզ, բայց մարդկային լեզվով, մարդկային տեսակետով դու ոնց ես էսի տեսնում, եղբայր, այս պահին, դարբասները բաց։ Ես տեսնում եմ հետևյալ կերպ։ Ուրեմն Գարեգին Նժդե Սյունիքը փրկելու համար գնաց եկեղեցի եւ սուրը ստացավ եկեղեցում։ Ուրեմն պետք է հայտնվի այն անձը, որը որ պետքա գնա կաթողիկոսի մոտ եւ կաթողիկոսը պետք է համարձակություն վերցի նրան սուր տալու։ Խնդիրը այս դաշտում այդպես եմ տեսնում։ Երկրորդը կեցեն են սյունեցիները, որ հիմա պահում են Սյունիքի դռները, ատամներով պահում են, կեցեն այդ սյունեցիները։ Կապը ոնց կտրվեց։ Հաջորդը, ես տեսնում եմ հետևյալը, մենք որ դրսում ենք, մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը մեր վրա եւ մենք վեճը տեղափոխում ենք իրավական դաշտ եւ մենք Նիկոլ Փաշինյանին ասում ենք, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետությունը ունի 214,000 քառակուսի կիլոմետրանոց վկայական, կադաստրի վկայական եւ մենք այդ վկայականով ենք քու հետ դուրս գալիս երկխոսության։ Սա պետք է ժողովուրդն իմանա։ Մենք վեճը ներքևից բարձրացնում ենք վերև, մենք, ես ու դու եւ մերպես մտածողները, եւ մենք պարտադրելու ենք, որ հանրությունը հասկանա, որ վեճի տարածքը իրավունքն է, երկու տիպի գործիք կա։ Ուժի իրավունք, սերոփը նստած եւ իրավունքի ուժ, որը մենք ենք ներկայացնում։ Այս երկուսը մենք պետք է բերենք միացնենք եւ իրավունքի ուժը այնքան բարձրացնենք, որ ուժի իրավունքի տղերքը կարողանան գնան առաջ, ասեն մենք իրավունքով պաշտպանված ենք։ Այս խնդիրը պետք լուծենք։ Եվ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն հասկանում են այս գրքի նշանակությունը եւ իրենք արդեն գրքի նկատմամբ վերաբերմունք ունեն եւ այդ փաստաթղթերի։ Ես անչափ շնորհակալ եմ քեզ եւ բոլոր ընկերներին, գործընկերներին,
քրիստոնյա հայությանը, որ այդպես ուղիղ է վերաբերվում այդ գրքին։ Շնորհակալ եմ անչափ։ Ուրեմն Համեց Աստվածորդնի քեզ Արամ ջան, նա այստեղ հարցը ինչու՞մն է, որ այսօր ավելի ճիշտ երեք երբ որ ես ուղիղ եթերում խոսեցի մի բլանկի մասին, դա նշանակում է օնլայն ցույց, օնլայն անհնազանդություն, որ ես համաձայն չեմ։ Հիմա այս պահին Սերոբ Գասպարյանի հարցում է, հիմա Գերմանիայի կամ Ամերիկայի, Ռուսաստանի հայրենագից իշխանել Սերոբ Գասպարյանին կամ մնացած մեր հայրենագիցներին հարգի եւ սիրի, եւ այո, կան այդ տեսակ հայրենագիցներ, այսօր ինչ շատ գրողներ կան, բայց հիմա ինչ ես մտածեցի եւ ոնց կարելի է հայրենակիցների ջղայնությունը, անհամաձայնությունը փորձել օրինականացնել, որը ճիշտ են անում։ Մարդը ճանաչում է, մարդը հասկանում է, որ Սերոփի պես տղեկը, Սերոփի եղբոր պես տղեկը կյանք են տվել 30 տարի առաջ, հա, ու այսօր այդ տեսակ մարդիկ անազատության մեջ են։ Ես եկա մի մտքի, որ մենք ունենանք օնլայն մի թերթիկ, որ ուղարկում է մեր հայրենակիցներին, հայրենակիցը ընդեղ գրված է շատ կոնկրետ, ինչի համար են բռնել անձին, գցենք X անձին, եւ ինչը որ ճիշտ է կամ որը որ ճիշտ չի, որ հայրենակիցը հասկանա դադախազը ինչ է ուզում եւ իրավական կողմը ինչ ասը, որ դուք ոչ մի բան չունեք անձի հանդեպ։ Հիմա հայրենակիցը գրում է իր անհնազանդությունը, այդ թուղթը ոչ թե հայրենակիցը ուղարկում է ինքը իրեն ինքնաբուխ ինչ-որ դեսպանատուն կամ սենատորներին կամ ինչ-որ համապատասխան դատարանում, այ ուղարկում է մեզ, ինձ, քեզ կամ մենք կունենանք այդ տեղը, որտեղ որ մենք կասենք դրա մասին։ Բայց հիմա նայ սրա հետին միտքը իմ որն է։ Իմ հետին միտքը տանում է նրան, որ սա լինի շարունակական, ոչ թե միայն Սերոբ Գասպարյանի կամ Վարդան Ղուկասյանի կամ Պողոսյան Պողոսի համար, այ մենք փորձում ենք իրավական դաշտ բերել, խոսքի դաշտ բերել, այն 10 միլիոնին, որ մենք խոսում ենք, որ ինքը ուղղակի այդվասվացելով իր դարդերով գնաց է արդեն ինքը դարել է օտար երկրի քաղաքացի, ասում ախպեր ես հազիվ եմ պրծել, ես, բայց ունի ասելիք, ու սա դառնա շարունակական մեր ազգի մեջ, որ երբ որ մենք տեսնենք մի ինչ-որ բան, այ հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել սահմանադրությունը, լավ, մենք 10 միլիոնի իշքանը մենք ասենց խոսանք, բան չի փոխվելու։ Մենք պետք է ինչ-որ մի գործողություն անենք։ Եվ սա է իմ միտքը, որ մենք ունենանք իրավական բլանկ, հասանելի լինելով նվազագույնը մի քանի միլիոն հայրենակիցների, եւ դա հավաքվում է մեր պես սենատորներին, եւ սենատորները կորոշեն համապատասխան տեղը, որտեղ մենք ավելի շատ իրավաբաններ կարանք ավելի շատ հասանելի դարձնենք, քան ինչ-որ մի անհատը, եւ մենք կփորձենք այդ անհնազանդության, որ ես համաձայն չեմ սահմանադրության, ես համաձայն չեմ Սերոբ Գասպարյանի համար կամ Պողոսյան Պողոսի համար, որ ինչի պետք է անարդարության ձևով դատվի կամ ինչ-որ մի հարց կամ իմ երկրի սահմանները, եւ մենք ուղարկենք ըստ այս գրքի սահմանների, ըստ այս սերտիֆիկատները, որ հեսա ես շուտով պատկենացել եմ, չէ՞ Արամ ջան, պատրաստում եմ, այդ իրավական թղթերի, մենք փորձենք աշխարհին ցույց տանք այս ղեկավարի դեմքը իրական, որ եթե մի քանի միլիոն դուք պատկերացնեք, սա դոմինո էֆեկտ է լինելու, եթե մի քանի միլիոն ժողովուրդ փորձեց անհնազանդություն ուղղակի թղթերով հասանելի լինելով մեր ձեռքերով դա լինի դեսպանատներում, բարձր դատարաններում եւ մնացած սենատորներում, ես խիստ կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչին վերջ կտա եւ մնացածի համար էսի գլնի 10, Արամ ջան, մնացածի համար գլնի 10, որ այսօր նայ մենք շանսը օգտվում ենք, այսօր մեզ դիտում են հազարավոր ժողովուրդ, շատ լավ է, բայց սա գործող ուժը չի, մենք բարձրաձայնող ենք, ռադիոն ենք, հա, ոնց որ ասած ձրի ռադիո նստած խոսում ենք, բարձրաձայնում ենք, քննարկում ենք, մտածում ենք, մտքեր ենք փոխանցում, բայց ոնց բերենք այս 10 միլիոնից գոնե մի 2-3 միլիոն ժողովրդի իրավական դաշտ։ Ես համոզված եմ, որ միլիոնավոր հայրենակից այսօր նստած է տելևիզորի դեմը կամ այս ինտերնետը սաղորը քֆուր է տալի կամ հայոյում կամ չգիտեմ անիծում ասում է էս ինչ սարքիք մեր երկիր, ես գիտեմ, որ մեր հայրենակիցները դիտելու են եւ ասում են եւ բոլորը դա կհաստատեն, բայց հիմա դրանով մենք երկիր չենք կարա փրկել, դրանով մեր հայրենակիցներին քֆուրով չեն կարա
բերցից դուրս անենք, մեզ պետք է իրավական քայլ անել։ Իսկ իրավական քայլը ես ուզում եմ, որ մենք իրար հետ հետո մենք քննարկենք ու մնացած մեր կոլեգաների հետ կքննարկենք, որ ինչ ձևի բերենք այս գաղափարը շատ արագ, մենք ժամանակ չունենք, իրավաբանորեն, որ մենք կարողանանք հասանելի դարձնենք մեր միլիոնավոր հայրենակիցներին։ Խնդրեմ, Արամ ջան։ Մենք ման փորձ ունենք, մենք Միացյալ Նահանգներում կազմակերպել ենք ստորագրահավաք, որտեղ հիմա մենք ունենք հավաքած 26000 ստորագրություն։ Մենք նույն կերպ այդ պլատֆորմը կարող ենք օգտագործել, էլի PR կոդով, QR կոդով ամեն ինչով պատրաստենք եւ այդ լինկը ունենք, լինկը փոխանցենք բոլոր ցանկացողներին, որ իրանք պարզապես հեռախոսով ընդամենը այդ նկարի վրա պետք է պահեն ու ինքը գնա քվեարկությունը։ Իսկ այն ցուցակը փաստաթուղթը կամ այն ցուցակը որ դու փոխանցես, դա դրված կլինի QR կոդի տակ։ Ինքը ոչ մի բան չի անի, պարզապես հեռախոսը կպահի QR կոդի վրա եւ կստորագրի։ Դա հնարավոր է անել, պարզապես մի քանի օր ժամանակ պետք է գա դա իրականացնելու համար։ Շատ կարևոր է, շատ կարևոր է, որ ժողովուրդը հայությունը, հատկապես երիտասարդությունը, այդ iPhone սերունդը ինքը դա շատ լավ տիրապետում է, 60+-ը գլուխ չի անում դրանից։ Բայց այսօր 20-25 տարեկանները 30 իրենք արդեն iPhone սերունդ են, իրենք շատ լավ տիրապետում են նյութին եւ իրենց համար վարկյանների խնդիր կլինի քվեարկությանը մասնակցել, տարածել։ Պարզապես մենք պետք է դա պատրաստենք, փոխանցենք իրենց, որ իրենք տեսնեն, որ ջաջաները պապիկներ, ասենք ես իրենց համար պապիկ եմ, դու էլ ջաջա ես, ասեն են ջաջան ու պապիկը մեր համար բան են պատրաստել, փոխանցել են մենք էլ անենք էլ ինչա պատահել։ Այս պետք է հասկանանք, էլի որ երեք սերունդը ինչպես իրար հետ աշխատի։ Համեցեք։ Ուրեմն ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, որ մենք դա անելու ենք այդ քայլը, մենք ժամանակ չունենք, սա ուղղակի դատարկ խոսքեր չեն, իմ խնդրանքը մեր հայրենակիցներին ձեր աջակցությունը մեկ քվեարկել եւ այդքան բան։ Մենք ոչ գումար ենք ուզում, ոչ ձեզանից ժամանակ ենք ուզում, ոչ ասում ենք դրոշակները վերցնենք գլենք ինչ որ երկրների հրապարակներ, ոչ։ Սա լինելու է մշտական բնույթ, երբ որ մենք տեսնում ենք մի վտանգ եւ մի ինչ որ բան, որը որ մեզ վնասում է, որը որ մեզանից գողացում է, որը որ մեզանից վերցվում է, միանգամից միլիոնավոր հայրենակիցներով մեր երկրներում, որտեղ որ մենք ենք, բողոքի ակցիա գծվում է on-line եւ համապատասխան մարդիկ, համապատասխան մարդկանց հասցնում են այդ անհնար։ Ինչ չի թվում, որ Ամերիկայի դեսպանատանը այսօր եթե մի քանի միլիոն ուղղակի անհնազանդության նամակ ամեն օր սենատորներից կամ համապատասխան մարդկանցից ուղարկվի, այսօր Վարդան Ղուկասյանին ուրիշ ձեռք կնայեն։ Ինչի թվում, որ այսօր մի քանի միլիոն ժողովուրդ կանգներ ասել, լսեք, տարբեր դեսպանատներում, տարբեր կառույցներում դատական, որ Սերոբ Գասպարյանը գործող 30 տարվա լինելով հրամանատարի եղբայր տրվող մարդ, ես նկար եմ գտել, 30 տարվա նկար կա այսօր եւ անցյալից, ինչ չի թվում, որ դեսպանները կամ մնացած կառույցները հաշվի չեն նստի, Արամ ջան, այսի դինի մեր համար առօրյա աշխատանք, սա մեր երկրի, մեր ժողովրդի հայը իմ համար շատ թանկ է հայը իմ համար, իսկ հային թողնել ուղղակի այս տեսակ, մենք ասում եմ, ես սերոբներ, իշկան իշմեմ սերոբներ, գասնում դասես կև գալու է պահը, եթե սեն շարակ, մենք հային կգտնենք մուզեումներում, հայի տեսակ կա, այսի հայա, մեծ կթով, մեծ ակաժներով, սենց հայի տեսակ կա, եթե մենք սրա դեմը հիմա մենք չառնենք, մենք այո դրան ենք հասցնելու մեր երկիրը, դրա համար իմ խնդրանքն է, որ մենք աշխատելու ենք դրա վրա, մեր խնդրածը կլինի ուղղակի համագործակցեք բոլորս, դա մեր հայրենիքն է, ձեր հայրենիքն է, այն ինչի մեջ որ մենք մտնում ենք բոլորիս համար, դա ոչ միայն Արամի տունն է մենակ, Արամի սահմաններն է կամ Գևի սահմաններն է, ոչ, էսի բոլորիս, այս 10 միլիոնից ավել հայի տունի համար ենք մենք մտածում, որովհետև վաղը քո եղբորն են տանու, վաղը քո ամուսնն են տանու, վաղը քո որդուն են սպանել, մենք ամեն ինչ տեսել ենք, արդեն ամեն ինչ լսել ենք, ամեն ինչ արդեն էլ չկա մի բան, որ մեզ զարմացնի, հիմա կա մի բան, կարում ենք
Աստծո իմաստությունով խնդրելով այս մտքերը իրականացնենք եւ շատ արագ ձևով գործի մտնենք եւ ինձ թվում է որ Արամ ջան սա կաշխատի։ Ես վստահ եմ որ կաշխատի, ես հիմա մի հատ link եմ փոխանցել, որ դու տեսնես թե ինչպես է դա ձևակերպում։ Դա մեր ուղարկած, մեր պատրաստած link-ն է։ Սա ընդհանրապես QR կոդով է քվեարկվում եւ մենք այս պլատֆորմը կարող ենք օգտագործել, այն ինչ որ դու ասում ես դնում ենք ներսում, տալիս ենք ձևակերպում են անում են ու link-ը դնում ենք շրջանառության մեջ, որ յուրաքանչյուր պարզապես մի հատ մատի հպումով իր քվեարկությունն անի։ Մենք կստանանք արդյունքները, իսկ այդ արդյունքները բոլորի կողմից ընդունվում են, դա հատուկ պլատֆորմ է։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք այս մեր խնդիրները մի քայլ տանելու առաջ, ու այս երիտասարդ սերնդին, որ ունենք եւ այն միջին սերունդը, որ գտնում է անազատության մեջ, տեսնեն, որ իրենց մասին մտածող կա։ Սա շատ կարևոր է, որ մենք կներեք շատ կարևոր է, որ հետագայում ես ինչի մար եմ սա ուզում շեշտել, այն սերտիֆիկատները մեր իրականության եւ գրքի մեջի այն ինչ որ իրական դոկումենտները մենք ունենք, սա կարելի է արխիվել եւ ուղարկել այս գաղափարով, որ մեր հայրենակիցներին հասկանալի լինի, ինչի մասին ենք մենք խոսում։ Որտեւ մենք այսօր խոսում ենք, չգիտեմ, քանակ կարող է լինի 50,000 կամ 100,000 մեծ լսարան, հա, բայց այս բարակայում, երբ որ մարդիկ բաժանում են, իրականությունը նշանակում է, այս գիրքը այսօր ես չեմ կարող տեխնիկապես միլիոնավոր ժողովրդի ուղարկել, շատ կուզենայի, բայց չեմ կարող, բայց այսօր մենք այդ նույն գաղափարը կարող ենք դնել էլի, որ հասկանալի Արամը կամ Գևի ինչից էին խոսում 2014, այս մենք դրա մասին չենք լսել, մենք այս կարող է հեքիաթ է, կարող է երազ է, կարող է նոր հայեր են ծնվել, այս ինչ բան են խոսում։ Մենք պետք է կարողանանք մեր հայրենակիցներին ապացուցել, որ դուք այս ամեն ինչի տերն եք, եւ դա էլ մենք հասանելի հասցնենք մեր հայրենակիցներին, եղբայր։ Ինչ կասես։ Ես իսկապես դրանք բոլորը քայլեն, դրանք ոգևորիչ են, ինչ որ մենք խոսում ենք, ուրեմն երեք ինձ փոխանցել են Արեգ Բարսեղյանի Facebook-ային էջը, որի մեջ դրված է այս գրքից դրված մի քանի նյութեր։ Ես արագ նայեցի, իրեն գրեցի, շնորհակալություն հայտնեցի, ասեց, որ այդ նյութերը իրեն է տրամադրել Ստեփան Հասան Ջալալյանը։ Ես Ստեփանին գիտեմ, ասի ես այդ նյութերը փոխանցել եմ Ստեփանին ժամանակին, այնպես որ կորածտեղ չէ, էլի։ Այսինքն նյութերը արդեն սկսում են աշխատել։ Եվ այս առումով մենք ամեն քայլ, եթե գնանք եւ ձևավորվի այն հարթակը, որ մենք ժողովրդին չենք կուսակցականացնում, առաջինը։ Ես կուսակցական չեմ եղել կուսակցական, չեմ էլ պատրաստում լինել կուսակցական եւ կուսակցական դրոշակներն ինձ համար կամ կան կամ չկան։ Ես իրավունքի տարածքում եմ գործում, միայն իրավունք։ Երկու տիպի իրավունք կա ինձ համար՝ զենքի իրավունք, ուժի իրավունք եւ իրավունքի ուժ։ Ես իրավունքի ուժ, ես գրիչի մարդ եմ։ Գրիչով խնդիրներն առաջ տանելու եւ անելու եմ ամեն ինչ, որպեսզի երիտասարդ ծերունդը չասի անտեր ենք, տեր չունենք, մտածող չկա, մեզ ինֆորմացիա տվող չկա։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բավարարենք այն նվազագույն պահանջը։ Անտերության հոգեբանությունը պետք է վերանա։ Պետք է երիտասարդներն իմանան, որ կան տերեր, որոնք այս պայն հեռու են ապրում, բայց դրանք տեր են։ Երևույթի, ոչ թե երկրի, երևույթի նկատմամբ են տեր, էլի։ Ով երկրի վարչապետ կլինի, թող լինի։ Ես էլ իմ գրիչը կաշխատի հանուն Հայաստանի Հանրապետության, բայց ոչ այսօրվա գործող իշխանությունների։ Սրանք պետք է հեռանան։ Սրանք կերել են, մաշել են մեր երկիրը։ Համեցեք։ Շնորհակալություն Արամ ջան, ես ուզում եմ եզրափակել, որ մեր հայրենակիցները հասանելի բոլորին, որ շատ երկար չլինի, հոգնեցնող չլինի, մենք փորձելու ենք շաբաթվա մեջ մի քանի անգամ փորձելու ենք խոսել տարբեր այս թեմաներով, այն մնացած այն ինչ որ բլանկից մենք խոսեցինք, այդ ամեն ինչից մենք Արամ ջան իրար հետ խոսենք, կունենանք այդ համացանցային այդ գաղափարը, կփորձենք մեր հայրենակիցների հետ աշխատել, այո, մարդիկ կան, որ տարբեր երկրներից իրանց գաղափարներն են բերում, մեկը ինտերնետից է լավ հասնում, մեկը այդ գրաֆիկից է լավ հասնում, բոլորը մեզ շատ պետք են, որ մենք շատ արագ հասանելի դարձնենք այս ամեն ինչը, որ կարողանանք գոնե
հագել դարբասները ու մնացած արդեն այդ գրիչով ասած Արամ Մկրտչյանի ասած գրիչով ասած մարդիկ փորձեն դիվանագետորեն այս ամեն ինչը կանգնացնել եւ ստանել նորմալ հունի, որտեւ էսի արդեն աննորմալ հունը այն ինչ որ կատարվում է մեր երկրում, մեր երկիրը կորցրել է իր բոլոր մագնիսական, հոգեվոր եւ գաղափարախոսական այդ տորմուզները կորցրել ինքեթումա դեպի անդունդը, որը որ դա մեր բոլորիս տունն է, դա մեր բոլորիս հայրենիքն է։ Արամ ջան, եթե բան ունես ավելացնելու, խնդրեմ, եթե ոչ, եզրափակենք։ Ունեմ մեկ նախադասություն, դիմում եմ սյունեցիներին, սիրելի սյունեցիներ, ես ձեր ցավը տանեմ, դուք այսօր մեր միակ հույսն եք, բալանիները աշխարհի, հայոց աշխարհի ձեր ձեռքում են, մի տվեք որևէ մեկին, մենք իրավունք չունենք, ցավոք սրտի մենք դրսում ենք, մենք կարող ենք միայն խոսքով, բայց իմացեք, բալանիները հայոց աշխարհի ձեր ձեռքում են, ամուր պահեք, ոչ մեկին մի տվեք, մինչև կարողանանք մեր լուրջ միջամտությունը ունենալ, գեցե սյունած աշխարհը եւ սյունած աշխարհի ворց հայ տղամարդը, այսքանը լավ եղեք, հաջողություն։ Աստված օրհնի, բոլորիդ կհանդիպենք շուտով։